Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնու Թաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ Շախմատի նոր պարտիա տարածաշրջանում, ինչ է փոխում ռեգիոնում ԱՄՆ փոխնախագահի այցը։ Հանդիպում նախագահականում, ակցիա դրսում, ինչ ակնկալիքներ ունի հանրությունը J.D. Vance-ից։ Որոշումը վիճարկելու հարց ու խափանման միջոցի փոփոխություն, օրվա դատական քրոնիկոնը։ Օլիմպիական խաղերում Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը լուծվել է, ինչ է որոշել միջազգային օլիմպիական կոմիտեն։ Ձնհալ, փոսեր ու քաոսի վերածված երթևեկություն։ Երևանում է ԱՄՆ փոխնախագահ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Առանձնազրույցից հետո Փաշինյանն ու Վենսը ստորագրել են միջուկային խաղաղ գործակցության մասին հուշագիրը։ Հայաստանը Միացյալ Նահանգներից ձեռք է բերել VBAT տեսակի անօդաչուներ, որոնք ըստ Փաշինյանի էականորեն նպաստելու են պաշտպանական մեր կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառք ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցություն ընդլայնելու համար։ Արձանագրել ենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակադրված են զարգացնել փոխշահավետ գործընկերությունը կարևորագույն հանածոների և հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման և մատակարարման շղթաների ապահովման ուղղությամբ։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում $9 միլիարդ կներդնի։ Դրա իրականացման համար սկզբում կտրամադրվի $5 միլիարդ, ապա ևս $4 միլիարդ։ Փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար եւ իմ երկրի համար էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության եւ նաեւ ստեղծելու է շատ աշխատատեղեր եւ ԱՄՆ-ում եւ Հայաստանում։ Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Մինչ ներսում ընթանում էր բարձր մակարդակի հանդիպումը, որին հաջորդեց համատեղ հայտարարությունը, ընդ որում այդ ընթացքում որևէ խոսք չի հնչել գերիների, արցախցիների վերադարձի մասին, դրսում արցախցիներն ու քաղաքական հասարակական գործիչները եւ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում, փորձելով Միացյալ Նահանգների փոխնախագահի ուշադրությունը հրավիրել այն հարցերի վրա, որոնք միջազգային հանրության լռության ու պաշտոնական Երևանի քաղաքականության պատճառով հայտնվել են լուսանցքում։ Մենք պարտավոր ենք պահանջենք տվյալ դեպքում ԱՄՆ-ի ներկայացուցիչից, որ իրենք տեր կանգնեն իրենցից կասկած խոսքերին։ Դրա համար ես կարծում եմ մենք երկու ելք ունենք, եթե իշխանությունը դա չի անում, ապա անպայման դա մշտական իմ աքսիոմատիկ հայտարարություն էր, այնինչ որ չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը։ Միջազգային հանրությունը, իրեմս նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների որպես գերտերություն, իհարկե ունի հնարավորություններ, լծակներ ազդելու Ադրբեջանի ռազմական հանցագործ իշխանությունների Ալիևի ռեժիմի վրա, որպեսզի վերադարձնի հայ պատանդներին, հայ գերիներին։ Այլ հարց է, որ հայկական իշխանություններ կոչվողները եւ այդպիսին դրսում հանդես եկողները չեն իրականացնում որևէ գործուն քայլ եւ ուղղակի ասում են 3 ամիս կսպասեն գերիներ, այդ 3 ամիսը դարձել է արդեն 3 տարի, ընդ որում ծավալելով իրենց միտքը, շարունակելով իրենց անգործությունը պարտակել ազգային ժողովի ամբիոնից Նիկոլը հայտարարում էր, որ հələ պետքա պարզել այդ գերիները հանցագործներ են, թե չէ։ Բոլորս գիտենք, որ հայ գերիները այնտեղ պատաններ են բռնապետ Ալիևի ձեռքին։ Պատանդ նշանակում է, որ նրանք օգտագործվում կամ կօգտագործվեն քաղաքական առևտրի նպատակով։ Ուստի ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ունի որպես տարածաշրջանում խաղաղությամբ եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ շահագրգռված կողմ մեկ հստակ քայլ կատարելու, որը կմոտեցնի իրական խաղաղությունը։ Իհարկե դրանով մեր ժողովուրդները չեն հաշտվի։ Դրանով Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետևանքները ամբողջապես չեն վերացվի, սակայն սա հստակ հումանիտար շատ մեծ քայլ կլինի դրական դեպի առաջ
եւ նոր հնարավորության դռներ կբացի։ Վենսի այցը փորձագիտական դաշտը գնահատում է պատմական։ Մասնագետներն ասում են, որ սա կարող է փոխել տարածաշրջանի խաղատախտակի քարերը։ Վենսը Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն է, որը գալիս է Հայաստան։ Ինչու հիմա եւ ինչ կարող է փոխել այս այցը Հայաստանի համար։ Շախմատի նոր պարտիա տարածաշրջանում Նանե Հայրապետյանի ռեպորտաժը։ Պատմական այց Երևանում թղթապանակը ձեռքին Թրամփի հետ քննարկումները մտքում փետրվարի 9-ին Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ.Դի Վենսը ժամանել է Հայաստան։ Նրա օդանավը վայրեջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում, իսկ պատվիրակները հանգրվանել են Հայաստանի ամենաշքեղ հյուրանոցում։ Լուրեր են պտտվում, որ պատվիրակների թիվը գերազանցում է 100 հոգին, իսկ հյուրանոցում ու հարակից տարածքներում խիստ հսկողություն է սահմանվել։ Ինչու է Միացյալ Նահանգների փոխնախագահը գալիս Հայաստան։ Փորձագետները մեկնաբանում են, որ Վաշինգտոնը բարձրացնում է խաղադրույքները Հարավային Կովկասում անվտանգության, տնտեսության եւ քաղաքական ազդեցության համատեքստում եւ հետո կարող է ազդակ դառնալ Միացյալ Նահանգներ-Հայաստան նոր հարաբերությունների փուլ սկսելու համար։ Դրանից զատ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան մեկնաբանվում է որպես Միացյալ Նահանգների ռազմավարական նոր մոտեցման դրսևորում տարածաշրջանային խաղաղության եւ տնտեսական երթուղիների վերաբերյալ։ Մեծ հաշվով կարծում եմ այցելության ընթացքում, եթե օրակարգային հարցերը դիտարկենք, ապա դրանք լինելու են օգոստոսի 8-ի այդ եռակողմ հայտարարության եւ նաեւ հայ-ամերիկյան երկկողմ, եթե չեմ սխալվում, 3 հուշագրերի տրամաբանության շրջանակում։ Եվ այստեղ այդ շրջանակում գուցե լինեն ինչ-որ նոր շեշտադրումներ կամ համաձայնությունների վերաբերյալ նոր մանրամասներ, ինչպես հունվարի 14-ին Միրզոյան Ռուբիո համատեղ հայտարարությունը Թրամփի ուղու վերաբերյալ։ Այսպիսով քաղաքագետի դիտարկմամբ այցը ոչ միայն խորհրդակցության համար է, այլ նաև հնարավորություն է ամերիկյան կողմի համար։ Այցի ընթացքում Միացյալ Նահանգները կվերլուծի, թե ինչ իրավիճակ է ձևավորվել այս տարածաշրջանում եւ հայ-ադրբեջանական process-ում եւ այդ գնահատականի հիման վրա կարող է մշակել իր հետագա քաղաքական քայլերը։ Եթե օգոստոսի 8-ի փաստաթղթի կամ փաստաթղթերի նկատի ունեմ նաև հայ-ամերիկյան երկկողմ հուշագրերը, դրանց բովանդակության մասով ենք խոսում փոփոխության հնարավորության տեսանկյունից, ապա ես կարծում եմ այստեղ խոսք կարող է լինել ոչ թե փոփոխության, այլ դինամիկայի ինչ-որ ավելացման մասին, եթե ամերիկյան կողմը արձանագրի իր համար ոչ բավարար դինամիկա։ Փոփոխություններ բովանդակային իմաստով ես կարծում եմ չեն լինի։ Այս այցով Միացյալ Նահանգները նոր գործիքակազմով վերաֆորմատավորվում ու վերադիրքավորվում է մեր տարածաշրջանում, կարծում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Այցը ոչ միայն ամրապնդում է ամերիկյան ներկայությունը, այլև փաստորեն ստուգում է խաղի իրական դաշտը, ով որտեղ է կանգնած, ինչ դիրքորոշում ունի եւ ինչպես կարող է ազդել տարածաշրջանային հավասարակշռության վրա։ Այս իմաստով սա կարևոր է նաեւ Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերությունների Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ֆոնին, որովհետև սա ընդգծում է մեծ եվրասիական քաղաքականությունը Միացյալ Նահանգների։ Թրիփ նախագիծը ըստ նրա քաղաքական առավելություն է տալիս Միացյալ Նահանգներին վերահսկելու միջին միջանցքը, սահմանափակելու Չինաստանի հավակնությունները եւ ապահովելով տարածաշրջանային հաղորդակցային ուղիների անխափան գործունեությունը։ Ընդ որում նույնպիսին է կամ գրեթե նույնպիսին է նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի վերաբերմունքը այս նախագծի նկատմամբ։ Այս կողմերի համար նախագիծը ունի գլխավորապես քաղաքական նշանակություն եւ քաղաքական ենթատեքստ։ Ընդ որում դեռևս ակնհայտ է, որ չկան այնպիսի հաշվարկներ, որոնք ցույց կտան, որ սա իսկապես այն մեգա նախագիծն է, որի մասին հատկապես Հայաստանի իշխանությունները շատ են սիրում խոսել։ Քաղաքագետն ընդգծում է Միացյալ Նահանգները շախմատային մեծ պարտիա է սկսել նաև Չինաստանի դեմ մեր իսկ տարածաշրջանում։ Այստեղ յուրաքանչյուր քայլ հստակ հաշվարկված է Չինաստանի հավակնությունների սահմանափակման, միջին միջանցքի վերահսկման եւ տարածաշրջանային դերակատարների դիրքերի գնահատման համատեքստում։ Վենսի այցը հստակ ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում այլևս դիտորդ չէ, այն ակտիվորեն վերասահմանում է իր ազդեցությունը, հավասարակշռում ուժային կենտրոնները եւ պատրաստվում է վերահսկել տարածաշրջանային գործընթացները ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև լայն ռազմավարական խաղի իմաստով։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
TRIP, սա Հայաստան, Միացյալ Նահանգներ, Ադրբեջան գլխավոր ծրագիրն է, որի շուրջ պայմանավորվածությունը եղել է նախորդ տարվա օգոստոսից։ Պաշտոնական կողմերի համար այս ծրագիրը միանշանակ չէ, մեկի համար խաղաղության երաշխիք է, մյուսի համար նոր զիջումներ կորզելու միջոց, մյուսի համար էլ ազդեցությունը մեծացնելու միջոց։ Իսկ ինչ նշանակություն ունի TRIP-ը Սյունիքի համար։ Ի վերջո Թրամփի ուղին անցնելու է Սյունիքով։ Սա խաղաղությանը նպաստող քայլ է, թե հերթական զիջումը անվտանգային ոլորտում։ Անյա Բաղյանն է գնացել Սյունիք ու լսել բնակիչներին։ Վենսը Հայաստանում է TRIP-ի շուրջ քննարկումները շարունակելու համար։ Ուղին, որի շուրջ խոսում են Երևանում եւ արտասահմանում, քարտեզի վրա հստակ տեղ ունի՝ Սյունիք։ Այս պահին Սյունիքում ամեն ինչ սովորական է, բայց սովորականը դառնում է ժամանակավոր, երբ արտաքին քննարկումները մոտենում են ներքին տարածքներին։ Այս ֆոնին սյունեցիներին հարց ունենք։ Իրենց համար պարզ է, թե ինչ ուղու մասին է խոսքը եւ ինչպես կանդրադառնա նրանց վրա։ Չգիտեմ ճիշտն ասած։ Դե շրջափակման մեջ ենք, օղակի մեջ ենք հայտնվում։ Եթե այդպիսի բան լինի, օղակի մեջ ենք հայտնվում։ Տխուր է, ողբերգական։ Չէ, առաջ շրջափակման մեջ չէ, հիմա բացվում է։ Դրանից լավ բան չկա։ Խաղաղություն է։ Դա իրոք լավ է։ Մենք չեք կարող գնահատել լավը։ Ես մտահոգությունն եմ շատ մեծ, որ մենք կորցնում ենք մեր հայրենիքը այդքան բան։ Հայկական ասացած կա շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցը թաց մի դիր։ Մենք այն շների մեջ ենք, որ փայտը պարտադիր պիտի մեր ձեռքը ունենանք, որ փայտը դրեցին գետնի, մենք կործանվելու ենք։ Իսկ Թրամփի ուղին փայտը ձեռքից վայր դնել է նշանակում այդքան բան։ Սա մտահոգություն։ Միան լավն եք սպասում, որ լինի։ Բայց կլինի, ինչ եք կարծում։ Դա արդեն մեր ղեկավարությունից է կախված։ Իսկ ես ղեկավարությունը կկարողանա ապահովել այդ լավը։ Ոչ։ Բա ումից եք սպասում այդ լավը։ Նոր ղեկավարի։ Հայաստանի հանրությունը ըստ քաղաքագետի այդքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ հետևանքներ է ունենալու TRIP-ը Հայաստանում։ Եթե ծրագիրը ընդգրկեր նաև Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը, Սյունիքը կվերածվեր գործակցության գոտու, բայց հիմա հակասությունների կենտրոն է դառնում, ասում է Դանիելյանը։ Իրենք հայտնվում են աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, եւ այդ հակամարտությունը գնալու է իրենց տարածքում։ Մենք չգիտենք այդտեղով միայն բեռներ են գնալու, թե բեռներ չեն գնալու, գուցե այդտեղով զորքեր են գնալու, ռազմական ապրանքներ են գնալու, գուցե այն երկրները ում շահերից դա չի բխում, իրենք լեգիտիմ իրավունք ունենան հարվածելու նաև հենց Սյունիքի վրա, այդ ճանապարհի վրա։ Սյունիքում սոցիալական ծրագրեր կիրականացնեն, որն իմիտացիա կստեղծի, թե կենսակերպ է փոխվում։ Քանի Սյունիքում հակասությունն է գերիշխում, ոչ թե գործակցությունը, դրական ազդեցությունը կարճ կտևի, կարծում է Դանիելյանը։ TRIP-ի շրջանակում Հայաստանը պետք է պահանջի անվճար ելք ունենալ դեպի ծով, որը միջազգային մի շարք կոնվենցիաներով ամրագրված է, ընդգծում է Թաթուլ Մանասերյանը։ Սա իրապես օգուտ կլինի։ Սա մեր դիվանագիտական կորպուսի եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի պահանջել, ոչ թե խնդրել։ Ուշադրության արժանի են գյուղատնտեսական հարցերը, որն անմիջական ազդեցություն են ունենալու սյունեցիների եւ ընդհանրապես գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։ Մրցունակ է տեղական ապրանքը։ Մեր ուսումնասիրություններով ոչ, նշում է Մանասերյանն ու զգուշացնում, կարճ ժամանակում Թուրքիան գրավել է եվրոպական մի շարք լուրջ շուկաներ։ Գերմանիան, Հոլանդիան, Ֆրանսիան, նրանք անգամ սուբսիդավորմամբ չեն կարողանում իրենց գյուղմթերքները պահել են մակարդակի վրա, որ մրցակցեն թուրքական ապրանքների հետ։ Ուրեմն մենք չենք կարող հավակնել ավելի հզոր լինել, քան այդ եվրոպական երկրները, այստեղ եւ հաշվարկներ են պետք եւ պետք է նախապատրաստել տնտեսությունը դիմակայելու բոլոր այս ռիսկերին։ Կառավարությունը որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի մասնագիտական շրջանակի կարծիքը։ Այսօր ըստ Մանասերյանի չկան քննարկումներ։ Նախկին փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանն էլ կարծում է, TRIP-ն օգնում է Միացյալ Նահանգներին ապահովել ռազմավարական մուտք, կառուցել հաճախորդների ցանցեր, կանխել մրցակիցների կողմից հիմնական երթուղիների վերահսկողությունը, իսկ Ադրբեջանին ռազմական դերակատարից վերածում է տարածաշրջանային կարգի շահագրգիռ կողմի։ Անյա Բաղյան, Մեհեր Դավթյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ ով է ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ը, ինչ ուղի է անցել ու ինչպես ստացվեց, որ Թրամփի երբեմնի ամենամեծ քննադատը դարձավ նրա աջ ձեռքը, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ James David Vance, առավել հայտնի JD Vance,
Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության ամենաերիտասարդ փոխնախագահներից մեկը, մարդ, որը Թրամփին անվանեց ցինիկ, ապա տարիներ անց դարձավ նրա աջ ձեռքը։ J.D. Vance-ն իրեն անվանում էր լեռնեցի, որը հասավ Սպիտակ տուն։ Նրա ծննդավայրը Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Միլթաուն քաղաքն է։ Մանկությունը հեշտ չի եղել։ Ծնողներն ամուսնալուծված էին, մայրը պայքարում էր թմրամոլության դեմ, իսկ հայրը լքել է ընտանիքը, երբ Vance-ը դեռ փոքր էր։ Տղան մեծացել է պապիկի եւ տատիկի խնամակալության ներքո։ Միլթաունի ավագ դպրոցն ավարտելուց հետո J.D. Vance-ն անցել է Միացյալ Նահանգների ռազմուժի ծովային հետևակի շարքերը, նույնիսկ մասնակցել Իրաքյան պատերազմին։ Ապա սովորել է Օհայոյի պետական համալսարանում քաղաքական գիտությունների եւ փիլիսոփայության ոլորտներում։ Հետագայում մեկ այլ համալսարանում ստացել է իրավաբանական աստիճան։ Նրա կարիերայի վերելքը սկսվեց 2016 թվականին, երբ լույս տեսավ նրա Հիլբիլիական էլեգիա ինքնակենսագրական գիրքը, որում Vance-ը անդրադարձ է կատարում իր մանկությանն ու պատանեկությանը։ Նկարագրում լեռնեցու կյանքը, սոցիալական այն միջավայրը, որում մեծացել է, դրա եւ դաժան եւ գեղեցիկ կողմերը։ Գիրքն անմիջապես դարձավ բեսթսելլեր եւ լայն քննարկումների առարկա, մեծ հաջողություն ու ճանաչում բերելով Vance-ին։ Vance-ի քաղաքական կարիերայի սկիզբը ուղեկցվել է Թրամփին ուղղված արմատական քննադատություններով։ Իր նախկին հարցազրույցներում նա Թրամփին բնորոշել է ցինիկ տխմար, ամերիկյան Հիտլեր եւ նմանատիպ այլ բառերով։ Բայց քաղաքական խաղը փոխվեց, երբ Vance-ը որոշեց 2022-ին մասնակցել Օհայոյի սենատորի ընտրությանը։ Նրա եզրափակիչ հաղթանակում մեծ դեր ունեցավ Թրամփի աջակցությունը, ինչը թույլ տվեց նրան ստանալ հանրապետականների անհրաժեշտ աջակցությունը։ Նախընտրական քարոզարշավում Vance-ին մեծապես աջակցել է նաև Սիլիկոնյան հովտի խոշոր ձեռերկատար Փիթեր Թիելին, նվիրաբերելով մոտ $10 միլիոն։ Արդյունքում Vance-ն ընտրվեց Միացյալ Նահանգների փոխնախագահ։ J.D. Vance-ը հիմա էլ գլոբալիզացիայի եւ ավանդական էլիտաների ակտիվ քննադատ է։ Նրա համար առաջնահերթ է ամերիկյան արտադրությունը եւ պետության ավելի ակտիվ դերը տնտեսությունում։ Սոցիալական հարցերում պահպանողական է։ Ընտանիք, ավանդական արժեքներ, խիստ միգրացիոն քաղաքականություն։ Արտաքին քաղաքականությունում կողմ է առաջինը ամերիկան մոտեցմանը։ Նա նաև զգուշավոր է արտասահմանյան պատերազմների ու տրվող մեծ օգնությունների հարցում։ 41-ամյա Vance-ն ամուսնացած է հնդկուհի Ուշա Չիլուկուրիի հետ, որին հանդիպել է Յեյլի համալսարանում սովորելու տարիներին։ Զույգն ունի 3 երեխա, սպասում է 4-ին։ Ի դեպ, Vance-ն անզավակության բացահայտ քննադատ է։ Միացյալ Նահանգների երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան Դոնալդ Թրամփի երբեմնի քննադատն այսօր Թրամփի վարչակարգում է, որպես Միացյալ Նահանգների փոխնախագահ։ Անահիտ Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Իդեպ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները փոխնախագահ Vance-ի տարածաշրջան կատարելիք այցից հետո մեկնելու են Միացյալ Նահանգներ մասնակցելու Դոնալդ Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին։ Իր աղբյուրներին հղում անելով X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրողը։ Սակայն խաղաղության խորհուրդն անգամ ի վիճակի չէ զսպելու Բաքվի ատելությունն ու թշնամանքը։ Ձմեռային օլիմպիական խաղերում երաժշտության վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի օլիմպիական պատվիրակությունների միջև քաղաքականապես լարված վեճը լուծվել է, երբ Չմշկասահքի եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարները վերանայել են հարցը եւ պաշտոնական ծրագրի ցանկը փոխել, գրել է Guardian-ը։ Արցախի փոխարեն երաժշտությունը Արա Գևորգյանի։ Սա է այն լուծումը, որն առաջարկել է կոմիտեն։ Օլիմպիական ծրագրերում հետագա փոփոխությունները մրցումների համար կարող են զգալի հետևանքներ ունենալ։ Մարզիչներն ու մարզիկները նշում են, որ երաժշտություն փոխելը կարող է ստիպել չմշկասահորդներին վերանայել ամիսներով մշակված խորեոգրաֆիան, այն մարզաձևում, որտեղ երաժշտական ժամանակաչափը եւ մկանային հիշողությունն անբաժանելի են։ Մկրտիչ Սրբազանի հետ կալանավորված Մուղնու եկեղեցու քահանա Գարեգին Արսենյանի տնային կալանք խափանման միջոցը դատարանը վերացրել է։ Սպուտնիկ Արմենիային հայտնել է նրա պաշտպան Պետրոս Պետրոսյանը։ Քահանայի նկատմամբ խափանման միջոցը սահմանվել վարչական հսկողությունն ու չբացակայելու արգելքը։ Իսկ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Կարգալույց Արման Սարոյանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Սարոյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ ամենայն հայոց կաթողիկոսի որոշումն ու վերականգնել պաշտոնում։ Հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ եկեղեցու հոգևոր ծառայողների հարցը պետության իրավական կարգավորման տիրույթում չէ, ոչ ներպետական, ոչ էլ միջազգային իրավունքի համաձայն։
Ինքը քննադատել է։ Ինքն էլ էր ասում, պետությունը չի կարող խառնվել եկեղեցու ներքին գործերին, այսօր ինքը առիթ է ստեղծել, որ պետությունը խառնվի եկեղեցու ներքին գործերին։ Հանդես գալով իբրև ամենայն հայոց կաթողիկոս, հարկադիր կատարող է։ Նա լիազորություն է տվել Արման Սարոյանին։ Նման աբսուրդ հարգելիներս չեք տեսնել ոչ միտեղ։ Այսօր հարկադիր կատարող իրեն դրել է ամենայն հայոց կաթողիկոսի տեղը։ Եվ այսօր այս իրավական, սա կոչվում է իրավական բեսպրիձել։ Սա ասում եմ, սա պատմական ոնց ասեմ, բացասական գործողություններ են, որը ես վստահ եմ շատ մոտ ապագայում իրանց իրավական պատասխանները կստանան։ Դատարանը կարգալույծ Արման Սարոյանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին։ Երևանի փողոցներում քայլելը կամ մեքենա վարելը վաղուց արդեն փորձություն է դարձել։ Ձնհալից հետո փոսերը ավելի ակներև են դարձել, եւ նույն ժամանակ քաղաքի օդի որակն է շարունակում մնալ դժգոհության պատճառ։ Այս ֆոնին Երևանի քաղաքապետը ներկայացրել է իր բացատրությունը, ինչու են փողոցները այս վիճակում եւ ինչպես է բնութագրում օդի աղտոտվածությամբ մտահոգվող քաղաքացիներին։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը Սեդամակարյանն է հետևել։ Աղն է կերել ասվալտը։ Մայրաքաղաքի ահռելի փոսերն առաջացել են փողոցներն ավազով մաքրելու հետևանքով։ Քաղաքապետարանի նիստի ժամանակ է նման հայտարարություն արել Տիգրան Ավինյանը։ Մենք ավելի ինտենսիվ պետք է աշխատենք, պարոն Տեր-Հուսեին, որովհետև իրապես ծավալը ամբողջ քաղաքով մեծ է, հաշվի առնելով այո, հասկանում ենք, որ ձնամաքրման աշխատանքների եւ աղի հետևանք է, բայց ամեն դեպքում պետք է մաքսիմալ արագացնենք։ Խոսելով Երևանի փողոցների մասին, Ավինյանը շտապեց ուրախացնել բնակիչներին։ Նախորդ տասնամյակների համեմատ Երևանում կանաչապատ տարածքը ավելացել է։ Այդուամենայնիվ ավականու անդամ Մանուկ Սուքիասյանը Ավինյանի գնահատականը քամի տատանելու փորձ է վարակում։ Քաղաքի ծավալները խորհրդային ժամանակների չեն։ Խորհրդային ժամանակների ծավալները վաղուց հնացած չափորոշիչներ են, այդ մեկ երկրորդ 60 հեկտար ծառատունքը չի նշանակում, որ այդ ծառերը բոլորը կպել են եւ նորմալ աճում են։ Քաղաքապետն անդրադարձել է նաև օդի աղտոտվածության խնդրին, նշելով, որ այն տասնամյակների խորքից է գալիս, ուստի մարդիկ, որոնք անդադար այդ մասին են խոսում, ըստ նրա կիսագրագետ են։ Երևանի քաղաքապետարանը այս պայդրությամբ, այս մասով երևի թե ինֆորմացիայի տեսանկյունից ամենամեծ ծավալի ինֆորմացիան է, որ հավաքագրում է։ Եվ այս ինֆորմացիայով մենք պետք է կիսվենք մարդկանց հետ, որ կներեք այդ կիսագրագետ մտքերը քիչ չեն։ Որովհետև այդ կիսագրագետ մտքերը մարդկանց մոտ ստեղծում են որոշակի տպավորություններ եւ իրականում մենք որքան ինֆորմացիա ունենանք, մենք պետք է կիսվենք մարդկանց հետ, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն, թե ինչ է կատարում Երևան քաղաքում օդի որակի հետ։ Ավականու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանն էլ պնդում է քաղաքային իշխանությունը մեղմ ասած իր տեղում չէ։ Փորձում է մարդկանց որակումներ տալով սեփական մեղքի բաժնից հրաժարվել։ Վերջին 6 տարում տրվել է 20,000 մեծ ու փոքր շինթույլտվություն եւ այսինքն ավելացել է այս քաղաքում ասֆալտը եւ բետոնը, ջրամատակարարումը խնդիր է, կոյուղի խնդիր է, ջրահեռացումը խնդիր է, իսկ կեղտաջրերի մաքրման կայանը, որ կառավարական վարկով վերցրել են, դա էլ տարիներ շարունակ չի շահագործում, բայց վարկը մարվում է, իսկ կեղտաջրերը լցվում են շրջակա միջավայր։ Հիմա ով է կիսագրագետը։ Կիևյան կամրջի խնդրին էլ հերթահասավ քաղաքապետն ասում է, սեյսմիկ խնդիր չկա, բայց կամրջի նորոգման աշխատանքները սկսվելու են ամռանը։ Հանուն ավելի բարեկարգ Երևանի Տիգրան Ավինյանը հրահանգել է արագացնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքները։ Սեդամակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իդեպ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախընտրական քարոզարշավի ժամանակացույցը։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը։ Կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մայիսի 3-ը ժամը 18-ը։
Իրանում ձերբակալել են հասարակական քաղաքական գործիչների, նրանց մեղադրում են ազգային միասնությունը խաթարելու, երկրի հասարակական քաղաքական կարգը խախտելու, սահմանադրությանը հակասող դիրքորոշում ընդունելու, թշնամական քարոզչություն իրականացնելու համար։ Նրանց առաջադրվել են նաև այլ մեղադրանքներ։ Ձերբակալվածների թվում են բարեփոխումների ճակատի եւ ազգային միասնություն կուսակցության նախագահ Ազեր Մանսուրին, խորհրդարանի նախկին անդամ Էբրահիմ Ասկերզադեն, նախկին դիվանագետ Մոհսեն Ամինզադեն եւ բարեփոխումների ճակատի խոսնակ Ջավադ Էմամը։ Հոնկոնգի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել ժողովրդավարամետ մեդիա մագնատ Ջիմի Լային անցյալ տարվա դեկտեմբերին ազգային անվտանգության վերաբերյալ հանցագործությունների համար մեղավոր ճանաչվելուց հետո, գրել է BBC-ն։ Լայը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, Պեկինի ամենաակտիվ քննադատներից մեկն էր, որը հաճախ իր ժողովրդավարամետ Apple Daily թերթը գործածում էր որպես բողոքն արտահայտելու գործիք։ Թերթի 6 նախկին ղեկավարներ նույնպես ազատազրկվել են 6 տարի 9 ամսից 10 տարի ժամկետով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղ առավոտյան ժամի 9-ին, կհանդիպենք, բարի գիշեր։